Կեղծ վարորդականներ, անձնագրեր ու կացության քարտեր պատրաստող եւ իրացնող հանցավոր խումբ է բացահայտվել։ Գործը 44 դրվագ է, որով երկու մեղադրյալ կա։ Մեկը պատրաստողն է, մյուսը իրացնողը։ 44 դրվագից 38-ը կեղծ հայկական եւ ռուսական վարորդական վկայականներ են, երկուսը կեղծ հայկական անձնագրեր, կեղծ Ուկրաինայի Հանրապետության կացության քարտ, Արարևույթ կեղծ Ուկրաինայի Հանրապետության ծննդյան վկայական եւ Լեհաստանի կեղծ վարորդական վկայականները։ Քննությամբ պարզվել է, որ հայկական եւ ռուսական 38 կեղծ վարորդական վկայականներից 29-ը պատրաստվել է Ռուսաստանում, այն փոստային առաքանու միջոցով ուղարկվել է Հայաստան, որն էլ վերցրել է գործով մեղադրյալներից Անդրանիկ Քերոփյանը եւ իրացրել։ Իրացումը կատարվել է հետևյալ կերպ, հայտարարություն է տրվել սոցիալական կայքերում, այնուհետև մարդիկ իմացել են կեղծ վարորդական վկայականների առուվաճառքի մասին, համաձայնության են եկել Քերոփյան Անդրանիկի հետ ըստ էության եւ դրանք վաճառվել են 120-ից 150 հազար Հայաստանի Հանրապետության դրամով։ Քննությամբ բացահայտվել է նաև մյուս մեղադրյալը Քերոփյանի հանցակից Արմեն Օրդուխանյանը։ Նա է ըստ մեղադրանքի Հայաստանում կեղծել 38 վարորդական վկայականներից 9։ Հիմնականում 9 կեղծ հայկական վարորդական վկայականները պատրաստվել են Վրաստանի եւ Հանրապետության երկքաղաքացի համարվող անձանց անուններով, իրացվել են կեղծ հայկական վարորդական վկայականները իրացվել են 50-ից 80 հազար Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով։ Հարցին կեղծ վարորդականներ ձեռք բերող քաղաքացիները հանցակիցներ չեն համարվում, քննիչ Դանիելյանը պատասխանեց, որ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն նախատեսում է այն դեպքում, երբ կեղծ փաստաթուղթն օգտագործվել է։ Քանի որ մինչ այս պահը չենք ունեցել որևէ փաստական տվյալ առ այն, որ տվյալ մարդիկ փաստացի օգտագործել են վարորդական վկայականները, դրա համար նախաքննության այս փուլում մեղադրանք չունենք դեռևս։ 44 վարորդական վկայականներից այս պահին առգրավել է 3-ը, որոնք հայտնաբերվել են մեղադրյալի անձնական խուզարկության ընթացքում։ Հարկ է նշել, որ վարույթն իրականացնողի կողմից Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմին ուղարկվել են համապատասխան գրություններ, որտեղից ի պատասխան հայտնել են, որ գրությամբ նշված, այսինքն ներառյալ 38 կեղծ հայկական վարորդական վկայականները չեն համարվում հայկական վարորդական վկայականներ եւ դրանք տրված չեն ներքին գործերի նախարարության հաշվառման քննական բաժնի կողմից։ Այսպիսով մեղադրյալներից Անդրանիկ Քերոփյանի նկատմամբ որպես խափանման միջոց են տրվել տնային կալանքը 5 միլիոն դրամ գրավը եւ բացակայելու արգելքը, իսկ Արմեն Օրդուխանյանի նկատմամբ կալանքը 2 ամիս ժամկետով։ Երկուսի պաշտպաններն էլ լուրերի հետ զրույցում ասացին, որ իրենց պաշտպանյալները ընդունել են ներկայացված մեղադրանքը։ Երկուսի մասով գործն ուղարկվել է դատարան, իսկ մյուս մասով հանցագործության ամբողջական շղթան բացահայտելու, այդ թվում Ռուսաստանում գտնվող ենթադրյալ մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ քննությունը շարունակվում է։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, լուրեր։